Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտահոգություններ ունի քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալ ոլորտներում չարաշահումների հետ կապված վերջին բացահայտումների առնչությամբ եւ թիրախավորված մոտեցում է նկատում ոլորտների ընտրության հարցում։ Հիշեցնենք, եւ քաղաքաշինության, եւ առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարություններում վերջերս հայտնաբերված չարաշահումները վերաբերում են ԲՀԿ-ական նախարարների պաշտոնավարման ժամանակաշրջանին։ Մտահոգություններ իհարկե կան, եւ եթե մենք տեսնենք մտահոգիչ զարգացումներ, տեսնենք միտումներ, որ իրավական հարթությունից փորձ է արվում գործը շեղել, բնականաբար մեր արձագանքը անպայմանորեն կլինի։ Ինչպես հայտնի է, քաղաքաշինության նախկին նախարար Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Վարդանյանը 3 հարցաքննվել է հանրային գրադարանի վերանորոգման գործով։ 700 միլիոն դրամի չարաշահումների մասին է խոսքը։ Առողջապահության ոլորտում դեղորայքի գնման գործընթացում միայն 2011 թվականին թույլ է տրվել 1.5 միլիարդ դրամի չարաշահում։ 3 էլ հրապարակվեցին նաև մանկատներում ու ծերանոցներում հայտնաբերված չարաշահումների փաստեր։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարները առնչություն չունեն այս չարաշահումների հետ, իսկ ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ գուցե այսպիսով իշխող կուսակցությունը փորձում է ճնշում գործադրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը արագ հայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Բարգավաճ Հայաստանը ինքն է որոշելու այն ժամկետը, երբ կհայտարարի իր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեծ ծրույցում անթույլատրելի համարեց կոռուպցիայի դեմ պայքարը կուսակցականացնելը, հիշեցնելով, որ Հանրապետականի կարկառուն պաշտոնյաներ են քրեական հետապնդման ենթարկվել։